շարժի զինանոցի դիմացվից պատրաստության համար։ Այսպես է սկսում սերժանտ Սիմոնյանի օրը զինված ուժերում։ Աշխենը 2017 թվականին է համալրել զինծառայողների շարքերը, տարբեր ստորաբաժանումներում բավական փորձ և հմտություն կուտակելով այժմ ծառայությունը իրականացնում է կանանց գումարտակում։ Ցանկացած մարդ պետք է ներդրումն ունենա իր երկրի պաշտպանության գործում։ Դրա համար էլ որոշեցի անցնեմ ծառայության։ Կին զինծառայողը մասնագիտությամբ մարզիչ մանկավարժ է, մանկուց զբաղվում է պրոֆեսիոնալ սպորտով։ Մարզիկ եմ եղել, բռնցքամարտիկ, աշխարհի երկրորդ մրցանակակիր, հանրապետության քառակի հաղթող, միջազգային մրցաշարերի հաղթող, ներկայումս մարզիչ եմ նաև ու հանրապետական կարգի մրցավար։ Ասում է, սպորտում ձեռք բերած կամային հատկանիշներն այսօր շատ են օգնում ծառայության մեջ։ Եղել է շատ դրվագներ, որտեղ կարայի հոգեպես ընկճվեի ու առաջ չգնայի, իմ բռնցքամարտն է ինձ օգնել այդ ամեն ինչում։ Չպարտվել, չկանգնել, տեղում չդոփալ ու միշտ ինքդ քեզ կատարելագործել ու միշտ ինքդ քո վրա հույս դնել։ Դժվարություններով լի ճանապարհին սերժանտ Սիմոնյանը ոչ մի անգամ չի վհատվել, ցանկացած փորձություն դիտարկել է որպես ավելի ուժեղ դառնալու հնարավորություն։ Այդպիսի ժամանակահատված չի եղել, որ ուզենամ հետ կանգնեմ։ Այն 9 ամիսն է եղել, որը ընթացքում ես պիտի մայրանայի։ Այդ ժամանակ է եղել իմ ծառայության չլինելը ու անգամ այդ ժամանակ հոգեպես չեմ կտրվել ես ծառայությունից։ Ես միշտ ծառայության մեջ եմ։ Մեծ պատասխանատվությամբ և պատվով պետք է իրականացնել հայրենիքի պաշտպանի առաքելությունը, համոզված է կին զինծառայողը։ Եթե մի ճանապարհ ընտրել ենք, պիտի հասկանանք, որ մենք ենք այդ ընտրել ու երբեք ոչ մի բառագամ չպիտի թերանանք այդ ամեն ինչի մեջ, որովհետև մենք ընտրել ենք, մենք մեր ուսերին վերցրել ենք այդ ծանրությունը, որ պիտի անենք այդ ամեն ինչը։ Կանանց գումարտակում առօրյան հագեցած է մարտավարամասնագիտական դասեր, պարապմունքներ, ֆիզիկական մարզումներ։ Ես ողջունում եմ այն փաստը, որ կանայք կարող են Հայաստանում անցնել ծառայության ու տեղյակ լինել ինչ է իրենց ներկայացնում ծառայությունը, կանցնել տարիներ ու այս գումարտակը իր տեղը կունենա զինված ուժերում։ Աշխենին այսօր ոգևորում և ոգեշնչում է նաև փոքրիկ դուստրը։ Ինքը միշտ ինձ ուժ է տալիս, եթե հանգարց տրամադրությունս էլ են կածալինում կամ այսօր ինչ-որ մի բան գայս եմ տուն, ասում եմ ինչ-որ միտեղ թերացել եմ, բան ասում եմ մամ դու հայ ես ու դու երբեք չպետք է թուլանաս։ Սերժանտ Աշխեն Սիմոնյանն իր ամենօրյա պարտաճանաչ ու բարեխիղճ ծառայությամբ է ապացուցում։ Կանայք ևս կարող են լինել հայրենիքի լավ պաշտպաններ։ Առաջին անգամ ես երբ ստացել եմ զինվորական համազգեստ արտասվել եմ, որովհետև դա իմ համար մեծ պատասխանատվություն է։ Դու ազգիդ պաշտպանող մի մասն ես, որը որ ճիշտ պիտի կրես այդ պատիվը քեզ տրվել է ու դու ճիշտ պիտի քայլես, ճիշտ պիտի անցնես այդ ճանապարհով։ Զարուհի Ռշտունի, Հայկ Չիլինգարյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուր։